Հաղորդման գործընկեր Արքայաձոր ռեստորան։ Սիրող բոլորին հրավիրում ենք նոր Արքայաձոր ռեստորանային համալիրի փակսրահ վայելելու ամենօրյա շոու ծրագրերը եւ համեղ խոհանոց։ Բարև ձեզ։ Ես էլ եմ շնորհակալ հրավերքի համար։ Համեցեք։ Պարոն Կարապետյան, մեծ աշխատանքները, մեծ գործերը առանց մեծ դժվարությունների ծնվում են։ Գործողությունն ասեմ, ես դրա պատկերացեք, դժվար էր, թեժ էր։ Մեր ընկերությունը աշխատանքային 5-րդ տարում նոր շահույթ ունեցել է։ Մոտարապես ըստ դրա պատկերացեք, մենք հեշտ ենք ճանապարհ անցել, թե դժվար։ Իսկ այս դեպքում միայն սերն է, անսահման մեծ սերը սեփական աշխատանքի նկատմամբ, որ պիտի կարողանա պահել անցնել։ Կարծում եմ աշխատասիրությունը, համառությունը, չգիտեմ, ինչ որ մի բան նպատակ ունենալու ձգտումը, ըստ դրա փորձել ենք հնարավորինս մաքսիմալ անենք, դժվարությունների մեջով իհարկե հեշտ չի եղել, բայց անցել ենք։ Հաջողության ձեր պատմությամբ կկիսվեք այսօր մեզ հետ։ Համեցեք, շնորհակալ եմ։ Մեծ թռիչքները փոքր քայլերից են սկսվում։ Ամենափոքր քայլերն անգամ մեծ, շատ մեծ երազանքներից։ Հենց այսպես շատ մեծ երազանքներ ունենալով ու մեծ թռիչքներ հաղթահարելով հարթել է իր ճանապարհը, հաջողության ճանապարհը Soft Papyrus ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Կարապետյանը։ Պարոն Կարապետյան, աշխատանքային ճանապարհի մեկնարկը դեռ դպրոցական տարիներին դրվեց։ Կարող ենք ասել, որ հաջողության մեկնարկը, հաջողության ճանապարհի մեկնարկը հենց դպրոցական տարիներից էր։ Կարծում եմ դպրոցում ուսանելու տարիներին ստացած գիտելիքները հենց նպաստել են այն ամեն ինչին, ինչը որ այսօր ունեմ։ Դուք ավարտեցիք Պոլիտեխնիկական ինստիտուտը, մասնագիտություն։ Ավարտել եմ դպրոցը գերազանցությամբ, ընդունվել եմ Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի տրանսպորտային ֆակուլտետ, հենց առաջին տարում, գերազանցությամբ եմ ընդունվել, ավարտել եմ 93 թվականին, ստացել եմ տրանսպորտնիկ ինժեների մասնագիտություն։ Բայց մինչև ավարտելն աշխատում էիք։ Մինչև ավարտելը ժամանակին ունեինք լամպերի գործարան Քանաքեռում, այնտեղ գիշերային սմեն կար, աշխատում էի երթափոխով, աշխատում էի առավոտյան դասի, բնակվում էի Զեյթուն արագացաներում, ամեն ինչ նորմալ էր։ Ուսանողի կյանք ոնց կար։ Եվ Պոլիտեխնիկական ինստիտուտը նաև գերազանցությամբ ավարտեցի։ Պոլիտեխնիկական ինստիտուտը գերազանցությամբ չեմ ավարտել, որովհետև աշխատանքի հետ միաժամանակ ուսանելը, երեկոյան սովորում էի, առավոտյան դասի էի, միշտ չէր, որ ամեն ինչը կարողանում էի հասցնել, բայց փառք մասնագիտություն որպես այդպիսին վերցրել եմ, լավ եմ սովորել, տիրապետում եմ լիարժեքի մասնագիտությանը, որը որ եւ ժամանակի ընթացքում ինձ շատ օգնեց ընկերության գործերը կարգավորելու, արտադրական գործընթացները ճիշտ կազմակերպելու եւ մնացածի առումով։ Այո, մինչ Soft Papyrus-ի ստեղծումը, ծնունդը, այլ գործունեությամբ զբաղվել եք։ Այո, ուսանողական տարիների ավարտից հետո այնպես ստացվեց, որ ես ներգրավեցի արևադարձային մրգերի ներկրման ոլորտ, բավականին խոշորներից էի, ված չէի աշխատում, աշխատել եմ մինչև 2014 թվականի հուլիսը ընկերության ստեղծման օրը, նրանց հետո այնպես ստացվեց, որ միանգամից աշխատանքային բնույթը փոխվեց, ես միանգամից դարձա արտադրող ու չիմանալով ոնց, ինչպես ստացվեց։ Ճակատագրական դիպված էր։ Կարծում եմ երևի ինձ դա էր նախանշած։ Ես շնորհակալ եմ, որ փոխել եմ ոլորտը, շնորհակալ եմ, որ այսօր ունեմ ընկերություն, որը որ մեր տնտեսության համար ունի կարևոր նշանակություն։ Այո, կարևոր ասելիք, կարևոր մեսիջ։ 2014-ին ծնվեց Soft Papyrus-ը։ 2014 թվականի հուլիսի 1-ին որպես այդպիսին ընկերություն գրանցվել է, իսկ աշխատանքային գործունեությունը սկսել եմ 14-ի դեկտեմբերի 1-ին, պատկերացրեք, այդ ժամանակ
իմ պատկերացմամբ, գիտեի մեզ բոլոր տեղերը անամբեր սպասում էին, մենք հետաքրքիր մարդիկ ենք, չգիտեմ, եզակի ենք ու ինչ եղավ հիասթափությունս, որ բոլոր վաճառակետերին մոտենալուց զուտ լսելով, որ արտադրությունը հայկական է, մեզ չընդունեցին։ Եվ այդ տարիներին շուկայում թուրքական ու չինական Այդ տարիներին շուկայում գործում էր թուրքական շատ հզոր բրենդ, ճիշտը որ ասեմ, այդ նույն բրենդի ամբողջական նկարագիրը վերցնելով փորձել եմ կառուցել նաև մեր ընկերությունը, ուղենիշը եղել է այդ բրենդը ու նպատակ եմ դրել, որ տվյալ բրենդին պետքա գերազանցեմ եւ որակով եւ ամեն ինչով։ Այսօր կարող եմ հանգիստ հայտարարել, որ ես դա ստացել եմ, նպատակս իրականացրել եմ։ Soft Papyrus-ը եկավ նոր որակ, նոր խոսք, նոր չափանիշ սահմանելու եւ վստահ եմ նաեւ, որ դժվարությունների պակաս էս ամբողջ ճանապարհին չունեցել։ Նայեք, եթե անձեռոցիկ օգտագործելու խոշոր մրցույթ միջազգային լինի, ես կարծում եմ, որ որից է մեկ պատվավոր տեղ գրավեմ, որովհետեւ ինքը շատ եմ օգտագործում անչափ ու ինչից առաջացավ անձեռոցիկ արտադրելու գաղափարը կամ մնացածը, քանի որ շատ էի օգտագործում ու անընդհատ այդ փնտրտուքների մեջ էի ու մշտական երբ գնում էի անում, հանդիպում էի թուրքական բրենդին, մի օր կնոջս հետ ուսումնասիրություն սկսեցինք շուկայում, ինձ հետաքրքիր էր կա արդյոք հայկական արտադրանք, որը որ կարող է փոխարինել ու ցավով եմ նշում, որ այդ պահին չհայտնաբերեցի գոնե մոտիկ, որ έτσι մեկ արտադրանք ու հետագա փուլում արդեն հստակ նպատակ դրեցի, որ ես պետք է ստեղծեմ բրենդ, որը որ պետք է գերազանցի, հիմքը հանդիսացավ դա, որպեսզի ստեղծվեր Soft Papyrus-ը։ Հեշտ չէր, իմ ուսումնասիրություններով կարծում էի, որ ավելի հեշտ կմտնեմ շուկա, ավելի հեշտ կստանամ այն որակը, բայց արտադրության հիմնելուց հետո բախվեցի մի քանի խոշոր խնդրի, չունեինք տեխնիկական սպասարկող մասնագետներ, չունեինք հաստոցներ նորմալ, բոլորը պետք է ներգրվել, չգիտեմ, հումքը պետք է ամբողջը դրսից գար, այդ ամբողջը կազմակերպել ու լինելով ոլորտին բացարձակ անծանոթ, այդքան էլ էս չստացվեց, բայց փառք Աստծո արել ենք։ Այո, եւ նորագույն սարքավորումներ ու տեխնիկայով զինվեց Soft Papyrus-ը։ 15 թվականի սկիզբը մենք սկսել ենք փոքր աստոցներով, որոնք չունեին բարձր արտադրողականություն ու նույն աստոցներով նաև չենք կարողանում ստանանք այն որակը, ինչը որ ուզում էինք։ 17 թվականին ընկերությունը որոշում կայացրեց, որ պետք է ներկրվի արդեն ժամանակակից սարքավորումներ, արդեն 18 թվականի կեսերին մենք ունեինք 8 նոր գերժամանակակից աստոց, որոնք որ մեր արտադրության որակը բերեցին մի քանի մակարդակ բարձր, ունեցանք արտադրողականության մեծ աճ, այդ ժամանակ արդեն շուկայում բոլոր տեղերում արդեն կայինք, մեզ ճանաչում էին։ Այդպես սկսվեց ամեն ինչ։ Եվ նաև ընդլայնվեց ծառայությունների։ Առաջին արտադրավայրը, որ ունեցել ենք, ընդհանուր զբաղեցրել է 640 մետր տարածք, եւ արտադրությունը, եւ պայեստային մասը, եւ չգիտեմ օֆիսային տարածքները։ Իմ առաջին կաբինետը 5.5 քառակուսի էր, շատ լավ հիշում եմ, որտեղ որ ժողով իրականացնում էինք ընդմիջումներով, կես-կես էի ընդունում աշխատակիցներին, որպեսզի կարողանայինք տեղավորվեինք։ 18 թվականին Արցախի պողոտայում ձեռք բերեցինք տարածք սեփական 3600 քառակուսի մետր տարածք, այնտեղ արդեն տեղավորվեց ամբողջ արտադրությունը, չգիտեմ, օֆիսային, պայեստային, մտածում էինք, որ բավականին խոշոր է, բայց 3 տարի հետո պարզվեց, որ 3500 քառակուսի մետր տարածքը մեր համար շատ քիչ է։ Պրոցես էր, որի մեջով անցանք, դժվար էր։ Իհարկե հեշտ չէր տեղափոխվելը, հեշտ չէր նոր տարածքում ընդլայնվելը, չգիտեմ մնացածը զարգացնելը, բայց պատկերացրեք հեշտ էր ստացվում, քանի որ ունեինք հստակ նպատակ, ինչ ենք անելու։ Եվ եթե նպատակի հիմքում սեր է եւ անմնացորդ նվիրում աշխատանքին։ Միջալոց եթե իմ սոցիալական ցանցը տեսնեք, այնտեղ ես գրել եմ Soft Papyrus-ը սեր է, այո։ Ինչի համար եմ բնութագրումը դրել, ես ֆիդբեքների համար բավականին ժամանակ եմ ծախսում անծանոթ միջավայրերում, անընդհատ փորձում եմ
օգտագործել ընկերության անվանումը ու դրա գուշակել մեր ընկերությունը ինչ դիրքում կարող է լինել ու ի ուրախություն ինձ բոլոր միջավայրերում, որտեղ որ ես ընկերության անունը արտահայտում եմ, այնտեղ մարգարդեմքի արտահայտությունը փոխվում է, սկսում են լավը զգալ կամ մյուսը, դրա համար ես կարծում եմ, որ մենք սեր ենք ստեղծել։ Այո, սեր եք ստեղծել։ Դա նաև ես որպես սպառող եմ ասում, եւ եթե ցանկացած գաղափարի հիմքում սեր է ու սիրով արված աշխատանք, այն միանշանակ վարձահայտույց է լինում միայն սիրով։ Եվ կարող ենք ասել, որ այդ սիրուց ծնված արտադրանքն էլ պիտի նաև խոսի քեզ հետ։ Ես ներկայացնեմ նաև մեր առաջին արտադրանքը, որը ստեղծել ենք առաջին փուլում։ Ինքս վախեցա արտադրական փուլին մասնակցելու, որտեղ իրականում չէի պատկերացնում ինչ պետք է ստանանք։ Ժամը 12-ին եմ աշխատանքի գնացել, սեղանից դրված էր տուփը արդեն պատրաստի։ Իհարկե այդ տուփը միջև այժմ կա, իրեն որպես լեգենդար ապրանք ենք մենք համարում, որովհետև ինքը լավագույն վաճառքներ ապահովող արտադրատեսակներից մեկն է։ Դրանից հետո ընկերությունը արդեն ունի մոտարապես 490 արտադրատեսակներ, բայց նրանց մեջ կան 10-15 լավագույններ, որոնց որ ուղղակի մենք սիրահարված ենք ընկերության ամբողջ աշխատակազմով։ Եվ ինչ որ առումով, այո, նաև անփոխարինելի են։ Տեխնիկական մասին ես կուզեմ, որ անդրադառնանք, ես գիտեմ, որ ախտահանումը թիվ 1 առաջին նժարի վրա է դրված արտադրամասում եւ նաև օրվա մեջ մի քանի անգամ են ախտահարվում եւ հատուկ սարքավորումների միջոցով։ Ասեմ, որ մենք այս տարի արդեն ձեռք բերեցինք միանգամից 3 միջազգային ստանդարտ ISO 9001-ը, 45001-ը եւ 14001-ը, որակի կառավարման համակարգ, բնապահպանություն եւ աշխատանքի անվտանգության համակարգերը, որոնք որ շատ կարևոր էին ձեր ասած խնդիրները կարգավորելու, ընկերության արտադրած տարածքը լիարժեք իգենիկ է, անընդհատ մաքրվում է, ընկերության արտադրատեսակների մեծամասնությունը մարդկանց ձեռքեր չի գտնում, որովհետև աշխատանքային փուլը ամբողջապես ավտոմատացված է։ Մեր ընկերությունը աղբ չի ունենում, որովհետև մեր ընկերության ամբողջ աղբը վերամշակվում է, կոնկրետ դա դրված է ընկերության բնապահպանական որակի կառավարման հիմքում։ Պարոն Կարապետյան, մասնագիտական խնդրի արդյոք չենք բախվում։ Առաջին հայացքից թվում է, որ մենք երկրում ունենք գործազրկության բարձր ցուցանիշ, բայց երբ մարդկային ու մասնագիտական որակների հետ ենք բախվում, հասկանում ենք, որ խնդիրը նաև այլ տեղում է։ Արդյոք դուք ունեցել եք նման խնդիր եւ ինչպես եք փորձում հանգուցալուծում տալ։ Ուրեմն նայեք, առաջին խնդիրը, որ մենք բախվեցինք ընկերության ստեղծման ժամանակ, տեխնիկական մասնագետների պակասն էր, որը որ Հայաստանում ուղղակի հնարավոր չեղավ լրացնել, ստիպված էինք արտերկրից մասնագետներ հրավիրել, որոնք որ մոտարապես 6 ամիս ուսուցում անցկացրեցին մեր աշխատակիցներին։ Հիմա ունենք մոտարապես պատրաստված 6-7 պատրաստի փորձառու մասնագետներ, ովքեր որ անդադ process-ում նոր ընդունված աշխատակիցների ադապտացիոն փուլ անցկացնում են, ուսուցում անցկացնում են, կամ տարին 1-2 անգամ նորից էլի արտերկրից հրավիրում ենք նոր բաներ ուսում։ Այդ մասով տեխնիկական մասը փորձել ենք փակել, իսկ մնացած մասերով գործազրկության թիվը մեծ է իհարկե, բայց իրականում ունենք լուրջ մասնագետների պակաս, որը որ փորձում ենք էլի լրացնել ընկերության ուժերով, ներգրավում ենք մասնագետներ, անընդհատ դասընթացներ ենք անցկացնում, այս պահին մեր ընկերության վաճառքի եւ մարքեթինգի թիմը ունի պայմանագիր կնքած 1 տարով խորհրդատու ընկերության հետ, որոնք որ ընկերության ներսում անցկացնում են դասընթացներ ընկերության աշխատակիցների մասնագիտական որակները բարձրացնելու համար։ Այդպես ունենք համակարգ մշակած նոր աշխատակցին ներգրավելու, ադապտացիոն փուլը ճիշտ անցկացնելու, ուսուցման process-ը անցկացնելու, իդեպ ընկերության ցանկացած աշխատակցի ուսուցման process-ի 50% ֆինանսավորումը վերցրել է իր վրա։ Դուք այն գործարարներից եք, ով իր աշխատանքը բիզնեսում զրոյից է սկսել։ Այ եթե փորձեք ձևակերպել բիզնեսի ամենակարևոր ու առաջին քայլ, որպես այդպեսին կա։ Կարծում եմ ամենակարևոր եւ առաջին քայլը նպատակի սահմանումը պետք է լինի, ինչ եք ուզում անեք։ Հետո ամբողջ process-ները կառուցել ես նպատակի։ Աշխատասեր եմ շատ, պատասխանատու եմ, ահավոր ամառ եմ։
Կարծում եմ այդ 3-ը ինձ շատ է օգնել, որպեսզի ես կայացնեմ բիզնեսը։ Բարդագույն խնդիրներն ու խոչընդոտները ձեզ ինչ որ առումով երբեմն հիասթափեցրել են, թե ավելի մեծ ուժ են տվել ու ավելի նպատակներն ավելի բարձր նժարին դրել։ Ես կբերեմ 2020 թվականի օրինակը, COVID-ը։ Այդ ժամանակ կարծում եմ բոլոր բիզնեսների համար ամենաբարձր ժամանակաշրջանն էր։ Լոկդաունի ժամանակ ուղղակի որ ասում ենք վերջն է, չգիտենք ինչ էր, բայց տեսեք, որ COVID-ից հետո մեր ընկերությունը գրանցեց մի անգամից 40% աճ, մենք դասեր քաղեցինք։ Իրականում դրանք լուրջ փորձառություններ էին մեր ընկերության համար եւ անձամբ ինձ համար փորձառություն ձեռք բերելու եւ մնացածը։ Հենց 20 թվականից հետո հասկացա, որ ես իրական արտադրություն եմ վարում եւ ինչի համար է պապիրոսը պետք։ Իրականում մինչեւ 20 թվականը ես պապիրոսը որպես բիզնես եմ տեսել։ Իսկ 20 թվականից հետո ես հասկացա, որ արդեն ինքը ոչ թե պետքա լինի բիզնես, այլ պետքա լինի նաեւ տնտեսության ինքը, չգիտեմ, ինչ որ։ Այստեղ նաև ճկունությունն էր խիստ կարևոր։ Պատկերացրեք այդ ամսվա մեջ մոտավորապես 70 քանի խոշոր գործարք ունեցանք, որը որ բավարար է ընկերության հետ գործունեությունը ճիշտ ապովելու համար։ Ճիշտ է, վախենալու էր, բայց տեղը նստելու չէր։ Այո, 100-ից ավելի աշխատող, շատ բարձր չափանիշներով, միջինից բարձր աշխատավարձով ու շատ լավ պայմաններով աշխատում է Soft Papyrus-ում։ Ի ուրախություն ինձ ասեմ, որ այս պահին ունի արդեն մոտավորապես 100+ աշխատակից։ Մեր ընկերությունը խոշոր արկատուների ցանկում 852-ն է, 1000 խոշորի մեջ ենք արդեն։ Մեր ընկերության միջին աշխատավարձը 350,000+ է, որը որ արտադրական ոլորտի բացարձակ բարձր աշխատավարձերից է։ Ընկերության բոլոր աշխատակիցների համար ունենք ստեղծած լավ պայմաններ եւ անգստի եւ աշխատանքային։ Պարոն Կարապետյան, հիմա պիտի շատ հեռուստադիտողներ հարցնեն, թե ինչպես կարող են ձեզ մոտ աշխատանքի ընդունվել։ Ինչ չափանիշներ պիտի ունենա մարդը, որպեսզի աշխատի Soft Papyrus-ում։ Ընկերությունում աշխատանքի ընդունելու կարգը այսպիսին է, հարցազրույցի 2 փուլ ունենք, ադապտացիոն փուլ ունենք աշխատակիցների համար սահմանած եւ ունենք տեստային հարցերի քննություն, որի հաղթահարումից հետո նոր կարողանում են ներգրավել, ինչի համար է դա արված, որպեսզի ընկերությունում ներգրավենք ընկերության արժեքիներին եւ տեսլականին համապատասխան աշխատակիցներ։ Դժվար չի, կապի միջոցներ բոլորը ունենք, մեր սոցիալական բոլոր հարթակներում տեղադրված են մեր աշխատանքային հայտարարությունները, ըստ դրա CV-ները ուղարկելով կարծում եմ այդքան էլ բարձ չի, ուղղակի պետք է համապատասխանը։ Հայրենասիրության դրսևորումներից մեկն էլ թերևս 100-ից ավելի աշխատակցի սիրով նույն աշխատավայրում նույն հարկի տակ ունենալն է։ Կարծում եմ 20 թվականից հետո հայկական բիզնեսի ցանկացած գործարար հնարավոր մաքսիմալը պետք է արի, որպեսզի ավելի շատ հարկեր վճարվի, որտեղ մենք ինքներս տեսանք, ինչի դեմ կանգնեցինք, այն ամեն ինչը որ անում ենք մինչև 20 թվականը։ 20 թվականից հետո հստակ որոշում ունենք, որ մեր ընկերությունը պետք է աշխատի լիարժեք մաքուր միջավայրում, ինչը որ այս պահին անում ենք, ընկերության վճարած արկերը բավականին շատ են։ Աշխատանքը պետք է ցույց տա, մենք հայրենասեր ենք, թե չէ, չգիտեմ։ Իրականում այդ բնորոշումը իմը չի։ Հայրենասիրության մասին չեն խոսում։ Պարոն Կարապետյան, ասում են, երբեմն պիտի վազես, որպեսզի տեսնես, թե ով է գալիս քո հետևից։ Երբեմն պիտի նաև սխալվես, որպեսզի տեսնես, թե ով է կողքիդ կանգնած, երբ ամեն ինչ կարող է փուլ գալ։ Ես վստահ եմ, որ կառավարման նուրբ արվեստում ձեր մշակած հատուկ բանաձևերն ունեք։ Աշխատանքի process-ում, ավելի ճիշտ իմ աշխատանքի ամբողջ process-ի ընթացքում հանդիպել եմ եւ շատ լավ մարդկանց եւ դավաճանների, ունեցել եմ եւ խոշոր սայթակումներ եւ խոշոր ձեռքբերումներ, բայց այդ ամբողջ փուլում շատ կարեւոր մաս ունեմ արձանագրած, որ բոլոր հարաբերություններում պետք է լինեն բացարձակ ազնիվ։ Ազնիվ են իմաստով, որ որոշումներ կայացնելուց պետք է լինես բացարձակ արդար։
ինչը որ արդար լինելու դեպքում, արդար որոշումներ կայացնելու դեպքում աշխատակիցները սկսում են ձեզ ավատալ։ Ցանկացած որոշմանը հիմքը պետքա լինի որոշում կայացնելուց առաջ բազմաթիվ քննարկումներ, ինչը որ մեր ընկերությունում ընդունված պրակտիկա է, մենք անում ենք ամենօրյա գրաֆիկով։ Սեփական օրինակով ցույց ենք տալիս անելիքները աշխատակիցների պատվիրակման մեթոդը մեր ընկերությունում բացարձակաշրջան ունի։ Մենք բացի բացատրելը նաև ցույց ենք տալիս, նաև շատ ժամանակ ընկերության աշխատակիցների հետ ներգրավում ենք աշխատանքների մեջ, որոնք որ մերը չեն։ Ասում են մարդիկ կլսեն քեզ, եթե հավանում են եւ կհամագործակցեն քեզ հետ, եթե վստահում են։ Դուք ձեզ վստահողների մի հոց բանակ ունեք։ Անչափ մեծ բանակ ունենք, հաճախորդների մեծ զանգված ունենք, որոնք որ մեզ ոչ միայն վստահում են, նաև սիրում են։ Ունենում ենք նաև աշխատանքային հանդիպումներ մեր հաճախորդների հետ շատ ժամանակ։ Բավականին հաճախակենտրոն ընկերություն է, հետադարձ կապը միշտ ապահովում ենք, ցանկացած իրավիճակում հանդիպում ենք մեր հաճախորդի հետ։ Ինձ թվում է մեր սիրողների բանակը ոչ թե շատ է, այլ շատ է մեծ։ Դուք հիմա Մեզ սիրողները շատ են։ ուժ է չէ տալիս։ Իհարկե։ Դուք հիմա հաջողության ձեր բանաձևն ասացիք աշխատանքային։ Գիտեմ։ Ինչ ասեմ։ Միջազգային համագործակցության մասին կխոսեք։ Ընկերության արտադրանքը այս պայն արտանում է Վրաստանի Հանրապետություն։ Բավականին լավ ցուցանիշներ ունենք, 24 թվականի դեկտեմբերից ենք սկսել։ Այս տարվա ցուցանիշներով այնտեղ էլի կռիվը եւ պայքարը թուրքական արտադրության արտադրանքների դեմ, բայց հաջողություններ ունենք ու կարծում ենք, որ 26 թվականին ավելի ենք ուժեղացնելու։ Փորձենք եւս մեկ երկիր ներգրավել, որպես արտահանող։ Տեսնենք։ Իսկ 2025-ը Software+-ի համար լավ տարի էր, բարեհաջող տարի էր։ 2025 թվականը բացարձակ տարիներից է, որտեղ որ ընկերությունը գրանցել է միայն հաջողություններ, ունենք մոտավորապես 20 այս պահի դրությամբ 20-ից 22% աճ։ Այս տարի նաև թողարկել ենք մոտավորապես 20-22 նոր արտադրատեսակ, որոնք որ շուկայում արդեն ունեն իրենց դիրքը։ Այս տարի նաև ունենք հորեկա ոլորտում ներկրվող որոշակի արտադրատեսակներ, որոնք որ այս տարի սկսել ենք հենց մեր գործարանում արտադրել, դեկտեմբերի 1-ից վաճառքում կլինեն արդեն ամբողջական փաթեթով։ Կարծում եմ բավականին հաջող եւ վաճառքի ծավալների աճով եւ աշխատակիցների քանակների ավելացմամբ եւ շահույթի ավելացման մասով 2025 թվականին շնորհակալ ենք։ Իսկ 2026-ից սպասելիքներն ավելին են լինելու։ 2026-ին կարծում եմ պետքա մեր ընկերությունը որոշակի փոփոխություններ կիրառի աշխատանքային ոճում, նոր տեսքով հանդես կգանք, փորձենք մինչև տարվա կեսերը որոշակի փոփոխություններ մեր աշխատանքի մեջ անել։ 2026-ին փորձելու ենք լրացնել տնտեսական մասի բաց ապրանքների քանակը, որոնք որ այս պահին ընկերությունը չունի։ Դա կանենք եւ արտադրության ծավալների ավելացմամբ եւ ներկրման հաշվին։ Կարծում եմ ավելի լավ տարի կսպասվի 26-ին։ Միշտ զարգացում դեպի։ Պարոն Կարապետյան, 10 տարիների հեռավորությունից, երբ փորձում ենք ետ նայել, երեկվա տեսլական այսօր այն մեծ հարստությունը, այն մեծ զավակն ինչ ունեք։ Նայեք, ընկերությունը ստեղծելուց ճիշտ է ունեին նպատակ բարձր որակ հայկական արտադրանք, բայց այդ ժամանակ կոպիտ ասած որպես առաքելություն իրականում չգիտեի ինչ պետք է անեի, բայց հիմա փառքասու 11 տարի առաջը տեսնելով ընկերությունը միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող տնտեսական ոլորտի ընկերություն է ու հանդիսանում է հայկական ընկերությունների համար որակի չափանիշ։ Հիմա հստակ նպատակ ունենք, մեր նպատակներից գերական հայրենիքի զարգացումն է, իսկ որպես բիզնես մեր սպառողի կենցաղը հեշտացնելու բոլոր հնարավոր միջոցներ մեր ընկերությունը պետք է գործադրի։ Բարեգործությունների մասին նաև կուզեմ խոսենք, այն մեծ աշխատանքների, որն անում եք լուր
Մեր ընկերությունը բացի նախ առաջինը կրթական ոլորտում համագործակցում ենք Հայաստանում գործող համարյա բոլոր բուհերի հետ եւ դասընթացների եւ ուսանողների պրակտիկան մեր ընկերությունում անցկացնելու համար միջալոց մեր մոտ պրակտիկա անցած բոլոր ուսանողները իրական պրակտիկա են անցնում սկսած փաթեթավորումից մինչեւ կառավարում բոլորի հետ ես ունեմ հստակ պայմանավորվածություն, եթե պետք է այցելեն ու չսովորեն, ուղղակի չեմ կնքելու վերջում, հարկասում ամեն ինչ նորմալ է, իսկ որպես նաև մարզի արտադրություն, մենք ունենք նաև սոցիալական պատասխանատվություն մարզի և դպրոցների, մանկապարտեզների և բնակչության նկատմամբ, ինչը որ աջողությամբ իրականացնում է մեր ընկերությունը, մեր ընկերության հիմնական սոցիալական ուղղվածությունը դեպի կրթության ոլորտ, մոտարապես այդպես նշեմ։ Նայեք, մենք ապրանք ուզողին չենք տրամադրում, ինձնից որ ապրանք ուզում են, ես չեմ տրամադրում, ասում եմ, ինձ բեր աշակերտ, որին որ ես ուսուցման գումար կտրամադրեմ կամ բերեմ կսովորացնեմ, ինձ դրա վրա փող ծախսել տվեք, այնպես որ մեկին վերցնես, չգիտեմ, ապրանք տաս, սնունդ առնես, ես դա չեմ ընդունում, մանավանդ 20 թվականին տեսանք էլ ինչ կատարվեց, դրանից հետո ընկերությունում հստակ որոշում կա, որ նմանատիպ գործերի մեջ չպետք է մտնենք, հիմնական կոնկրետ ուղղությունը դեպի կրթություն։ Այո, կրթությունը մեր պետության եւ հիմքն է բարձրացում, չգիտեմ, ընկերության մեջ ներգրավել փորձառություն, ինչ որ ձեռք բերեն, եղել է դեպք, որ ուսանողներին ուղարկել ենք նաև մեր մենեջերների հետ պատվեր հավաքելու, չգիտեմ մնացած այդ բոլոր գործերը արել են, հիացած եկել են, չգիտեմ, շատ հետաքրքիր է, լուրջ փուլեր կա, այդ մասում ահագին լավ ենք մեզ զգում, քանի որ ունենք մեր ուղիղ ներդրումը։ Պարոն Կարապետյան, ասում են խոսքն ուժ ունի, եւ այս օրերին որքան էլ որ ամանորյա շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ լսում ենք, միևնույնն է, դրանց պակասը միշտ ունենք ու միշտ հաճելի է լսել։ Մեր երկրին եւ ժողովրդին ցանկանամ հզոր հայրենիք, նպատակների իրականացում եւ միասնականություն։ Շնորհավորում եմ, կարծում եմ, որ հաջորդ տարի այս ժամանակ կունենանք շատ ավելի լավ արդյունքներ եւ միասնության եւ հզորության մնացած առումներով։ Շնորհակալություն եւ շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Շնորհակալ եմ։ Հաղորդման գործընկեր Արքայաձոր ռեստորան։ Սիրող բոլորին հրավիրում ենք նոր Արքայաձոր ռեստորանային համալիրի փակ սրահ վայելելու ամենօրյա շոու ծրագրերը եւ համեղ խոհանոց։